Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Ձերք բերեք Անելիք բանկի ցանկացած քարտ եւ գնումներ կատարելի ստացեք մինչեւ 50% զեղչ Հայաստանի ավելի քան 400 լավագույն խանութներում եւ մինչեւ 20% զեղչ գործող զեղչերին շուրջ 200 առևտրային կետերում։ Շատ սպասված նոր կյանքի դռներն են տես բացված պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք սարայության առջևում սարերու ճանապարհ առջևում 2 տարի դժվար թող ուրախ պահերն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար Զինվորներ ենք մենք, կայլում ենք վստահ ու չենք նահանջում Չէ որ հայրենիքը մեր մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն Զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար Չէ որ հայրենիքը մեր մեզնով է ծաղկուն, մեզնով է ամբար Ապետ դրանք սաղ իմ ձեռով են գնալու Ես քեզ էլ եմ պատժելու, Ուշտոյան Ինձանից ինչ հասնում էր, ես արդեն արել եմ Պարոն գնդապետ, իմ հերթապահության ժամանակ արտարոց դեպք է տեղի ունեցել Ուշտոյան, ուր է օրապահից սվին դանակը Մուսայլյան, դու մտածեցիր ասացի շուրջ Դու ես երեք Արամին վերակարգից անել Մուսայլյան Համ էլ մարդել առավոտ շուտ լավ տրամադրությամբ զարդնիկա գործի ու միանգամից սաղ փչացնեն Գնդապետ Բշտիկյան Բշտիկյան, մենք ոնց էինք պայմանավորվել Կամ էդ ոնց ես ասել, որ Մուսայլյանն է փոխե վերակարգը Ես մարդը սկի տեղակ էլ չի Պարոն գնդապետ Մենք որ երեք խոսում էինք, ինձ թվաց, թե հենց այդպես է եղել Սվին դանակն է տալի ուրիշին իրա փոխարեն օրապահ է կանգնացնում Կամ ես շատ իմանամ ինչեր է անում Էշից ձևա Ով է ինքը Բշտիկյան Կարող է ինքը դրա իրավունքը ունի, մենք չգիտենք Ուղարկես դրան կարգապահական գումար տակ Ինչա խելոք տղեկ հա տեսե ուզում է ճնշա սպայի, հա? Ուղարկի թող գնա Լսում եմ, պարոն գնդապետ Երեք ես մի նամակ եմ ստացել մեր նախկին զինվոր Հակոբյանից Այս նամակը ես ձեզ պետք է վաղուց հանձնած լինեի Այս ինֆորմացիան շատ կարևոր է մեր համար Գնամ զեկուցեմ, ոնցեր չեմ թողելու Գնամ զեկուցեմ, քանի ուրիշ տեղից չեն զեկուցել Մարիոն ինձանից քեզ խորուրդ Անեն ծարա, որ հանկար զեմլյակդ հետը չծառայի Էլիքսեցյան ջան Զարումար Բայց ինչի, ինչ էլ է հալաշկանվար կոն ժղայնացել Են ոչ բարով ռազմիկը Լսի քեզ ինչ-որ բան ասել իրա փախոստի մասին Շտար, ռազմիկը փախ է Աբա ինչ արե Գիշերով զորամասից փախել է ու մինչև հիմա հələ տուն չի ասել Այ երևի ճամփին գելերը կերել են Բայց ես գիշեր իրան տեսել եմ զորամասում Ու փախնելու մասին ոչ մի բան չի ասել Երբ ես տեսել
Ադբոյից հետո էլի։ Անենց անտրամադիր էր, սես լացած, աչքերը լցված, երևի նեղված էր։ Ինչ եք խոսացել։ Դե ասացի, որ մի մտածի այդքան, մամայինքը վիրահատեն, լավ կլինի ամեն ինչ։ Ուզում եմ այդ վիճակից հանեի էլի, ոնց որ Մելիքսեթյան ջան։ Էդ է էլի։ Դե նա ասա լավ էլ մտքին եղել է գնալը։ Անպայման ստուգի նոր վերցրու։ Լավ։ Բարև ձեզ, պարոն Բշտիկյան։ Ես արդեն ինչքան ժամանակա զորացրվել եմ, բայց դեռ թարմ են հիշողությունները ծառայության մասին։ Ես ձեզ ուզում եմ հայտնել մի բան, որը չեմ կարողացել ծառայության ժամանակ հայտնել։ Դանելյան վարուժը քաղաքացիական հագուստում էր պահած, որով գիշերները դուրս էր գալիս։ Լսում եմ։ Պարոն գնդապետ, Մելիքսեթյանը ուզում է ձեր մոտ գա։ Թող գա։ Թե ինչ արեցիր։ Ասեցի ինչ պետք է։ Ասեցի, որ ես չեմ փոխել վերակարգը։ Բշտիկյանը չասեց վարուժի մասին։ Բշտիկյանը Բաղդասարյանին մեկ նամակ հանձնեց Հակոբյանից, որի մեջ գրված էր, որ վարուժը Հակոբյանին նվաստացրել է, զուգարան մաքրել է տվել եւ այլն։ Բայց ես այդ նամակը փոխել էի։ Ոնց։ Մի քանի օր առաջ սպայական ժողով էր, Բշտիկյանի մատյանից մեծ ծրար ընկավ։ Վրեն կարդացի գրած էր Հակոբյանից։ Վերցրեցի պահեցի մոտս, որոշեցի Բշտիկյանին չտամ։ Հետո կարդացի, մեջ ինչ էր գրված։ Հակոբյանին ասեցի, նմանատիպ նամակ գրեց, բայց նյութը արդեն ես էի ասել ինչ գրեր։ Հակոբյանը գրեց ու ուղարկեց ինձ։ Երեք առավոտը վերցրեցի, հին ծրարի մեջ դրեցի նոր նամակը ու դրեցի Բշտիկյանի սենյակում։ Բշտիկյանը այդ նամակն է տվել Բաղդասարյանին։ Այդ նուսում ինչ էր գրած։ Անցած գնացած բան կարևոր չի։ Կարևորը որ հիմա Բշտիկյանը չբզբզի։ Լսի բա որ իմացա Բշտիկյանի նամակի մասին։ Պետքա չիմանա։ Այդ ինչ ռիսկի ես դիմայի ախպեր։ Ինչ անեմ, այլ ուրիշ տարբերակ չկար։ Այս անգամ գոնե իմ սրտով եղավ։ Համ Արամի արածը չծածկեցի, համ էլ վարուժի արածը չբացահայտվեց։ Մինչև վարուժը չգնա դու հանգիստ չես առայի։ Պարոն գնդապետ, նայել ենք, չկա։ Օրն եմ զանգել, ասում աստեղ չի եկել։ Այդ են զինվորնա, որ մորը հիվանդանոցային տեղափոխը։ Ճիշտ այդպես։ Երբ է գնացել։ Կարծում եմ գիշերը, պարոն գնդապետ։ Լսում եմ։ Կարդացիք նամակը, պարոն գնդապետ։ Ճիշտ այնպես։ Ինչ եք մտադիր անել Դանիելյան վարուժի հետ։ Ոչ մի բան։ Ոնց։ Այդ հանցանքի համար անպատիժ է մնալու։ Այդ վաղուց անցել գնացել է։ Եթե մենք հիմա նման բան տեսնենք, հաստատ կպատժենք։ Բայց հիմա ավելի կարևոր բան կա։ Դու տեղակ ես, որ փախուստում ենք։ Ոչ մի կերպ։ Այ ինչը որ պետք է իմանաս չգիտես։ Զբաղվի դրանով։ Տես զինվորը ուր է գնացել։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Հա։ Չէ, դու հասկանում ես դեռ ինչ է կատարում Զաքարյան։ Ինքը իմ քրոջ տեղուն ուզում է ուղարկի կարգապահական գումար տակ, իսկ իրա փեսու ընկերոջը ոչ մի բան։ Ինչի տենց է ձևը։ Էդ արդեն չեղավ։ Այտենց իսկականից չեղավ։ Կարելի է։ Եկավ։ Ոչ մի կերպ։ Քեր լավ էլի։ Տենում ես դու դրան։ Լավ, ես հետո կգամ Բշտիկյան։ Այդ աղա, ես քեզ չեմ ասել ինչ ձևով պետք է մտնես։ Դեր ջան, ուզում եմ իմանալ ինձի կարգապահական են տանում։ Հա,
Ու դու համաձայն ես։ 2 ձեռով։ Քերջան, ցավը տանեմ, ինձ որ ուղարկեցիր, ես կարող եմ այնտեղ չդիմանամ, անես բաներ անեմ, խղճիդ վրա չնստի։ Ես կուզենայի, որ քեզ ընդհանրապես ուրիշ զորամաս տեղափոխեին։ Այդ կլիներ իդեալական։ Հələ համբերի։ Կարողա չուղարկեն։ Պետք է մտնեմ հրամանատարի մոտ։ Նոր շտաբի պետը ասեց գործուղման է ուղարկում։ Մատեզի որ է ստանեմ։ Ռազմիկը փախաշներ իրեն կտանեի։ Տոսուս է։ Խայտարակ եղան։ Զարմանալին է, որ դրսում դրան ոչ մեկ չի բռնել։ Մարդ կաստեր, ես էստեղ եմ, լսում եք, ես տեղ եմ, մարդ կարդ է, Տագնապ, ինչ տագնապ։ Տագնապ։ Ով է տվեց տագնապը։ Հապեր ես եմ տալիս։ Արա դու ով ես որ տագնապ տաս։ Քանդած սենյակը ռազմետ չի կա մտե։ Դրսից կողպեկը կախացա, բայց ինչ որ մեկը սողոսկելա ներս հիմա չի կարող դուրս գա։ Համբարձում ջան, եթե մեկը մտնի, հաստատ կկարանա ելնի։ Հələ նայ որ չի հավատում։ Հապեր, արի արուժեքի դուրը բաց մի հատ զենք ստանանք էլի, ես առանց զենք հավես չունեմ դրա։ Քել տար ցույց տենամ ինչ ես ասում, որտե։ Ոնց, բա զենք։ Էս է քեզ զենք, գնա, փաշլի։ Տնեք, ես տեղ եմ, տնեք։ Մարդ կա։ Ռազ։ Ոյ ջան, Գարիկ ջան, մի հատ դուղը բացի դուրս գամ։ Ռամզես, դու ես։ Как ты туда попал? Բացեք դուք ասեմ։ Հա, բանալին Գինոսյանի մոտ է։ Ինքնա գիշերը փակե գնացել։ Ես է գիտեմ, ռազմետ չի կա։ Սպասի, հեսա բանալին եք բերեմ։ Այդ դու սաղ գիշերը տեղ ես մնացել։ Հա։ Ասենք զուգարան բան որ ուզել ես, այդ որտեղ ես գնացել։ Արա դե քիչ խոսա է։ Չէ դե ուզում եմ իմանամ, այդից բան վերցնելը մոմենտա թե չէ։ Ռազմիկն չէր գնացել մտել այդ խուցը։ Կայտ եմ։ Ընտեղ հարմար էր։ Ինչն էր հարմար, որ լաց էիր։ Ռազմիկ չես համաչում եկամ մարդ ես, հա։ Ես նայում եմ դեմքիդ եկամ մարդ ես։ Բայց սա հարակներդ լրիվ երեխայական է։ Դու այն մարդը չես, որ ես քո հետ կիսվեմ։ Դրա համար էլ ոչ մի բան չեմ ասի։ Ռազմիկ ասա, կիսվի խոսա, քեզ մինչև վերջ կլսեմ։ Ոչ մի բան չեմ ասի։ Ինչ որ գիտես հերիքա։ Որ քո մերը հիվանդանոցում պարկածն էր, դու տենց հանգիստ տեղում կմնայիր, հա։ Բայց այդ ինչ դժվար է լուրջ եմ ասում։ Դավիթ Գինոսյանը, որ այդ դուռը փակում էր։ Չկարողացար ասես, պարոն Գինոսյան, մի փակի, ներսը մարդ կա։ Որովհետև չէի ուզում ինձ այդ վիճակում տենար։ Էլիքսեցյան, շտաբի պետի հետ խոսացի,
Դու որ իմ փոխարեն քեզ ուղարկեն գործողման, ինքը համաձայն է։ Ամե ռազմիկին կտանես հետդ, մամային կտենա իրա։ Բարոյան, դե դու գնայիր, ամեն մի քիչ կծրվեիր կգայիր։ Նորմալ է, ձեր գործն ավելի կարևոր է։ Կգնա կգաք։ Երբ։ Այսօր։ Անգստացի ռազմիկ, անգստացի։ Բա ոնց է մնացել այդ սենյակում։ Բարոյա, պարոն գնդապետ։ Լավ։ Արի։ Պարոն Բաղդասարյան, ես ձեզ մի հարց եմ ուզում տալ։ Լսում եմ։ Արդյոք Դանիելյան Վարուժի հանցանքը այնքան փոքր է, որ ինքը մնում է անպատիժ։ Հանցանքը մնում է հանցանք, բայց այն ինչը որ ինքը արել է, դա անցել գնացել է ու հիմա իմաստ չունի դրա համար պատժել։ Լավ, այդ դեպքում ինչի համար ենք Արամին պատժում։ Չէ, պարոն գնդապետ, դուք մի մտածեք, թե ես Արամին պաշտպանում եմ։ Պարզապես ինձ դուր չի գալիս ձեր ունեցած վերաբերմունքը իմ հանդեպ։ Նստի։ Ես կարդում եմ մի նամակ, որտեղ գրված է, թե իբր Դանիելյան Վարուժը անհիշելի ժամանակներում քաղաքացիական հագուստով Զորամասից դուրս է եկել։ Ու մենք ոչ ապացույց ունենք, ոչ էլ… Պարոն գնդապետ, խոսքը ուրիշ բանի մասին, հա։ Խոսքը դուրս գալու մասին չի։ Աճա, մենք տխուր ենք։ Այսինքն մենք տխուր ենք։ Նենց հարց ես տալիս այ ախպեր։ Ոչ ուրախ ենք, ոչ է տխուր ենք։ Մի հատ մտի գանջատես։ Մենք է տխուր չենք։ Mən ուրիշ նորմալ բան եմ, գտի քիչ մուր խնանք։ Հադիկ լավ։ Դες կա։ Դաժու ուրախ ենք։ Չեմ ասեն չենք յալի ձեր բռնի որ տխուր ենք։ Լավ բան եմ մտքովս անցավ։ Ինչ։ Մեզի պետք է որ Վարդանյանը չղայնանա։ Հաստատա։ Կսեմ մեզի պետք է որ Վարդանյանը չղայնանա ու դիք պիտի ձայնագրենք։ Կանը կոնը հասկացար։ Հա բայց ինչի համար ձայնագրենք։ Հետո կսեմ։ Հիմա ասա էլի։ Կետ կսեմ արի։ Հա բայց սրա նպատակը ո՞րն է, մինաս։ Սպասի, ախպեր ջան, հա ամպեր։ Վարգյան եմ, նաստ ելը մի խառնվիր, հա։ Սիգունդը կարելի է պահել։ Վարդանյանի կրնաշ չէ բերես կապչոկը։ Ես միջև չիմանամ ինչ ես մտածել չեմ կանչի։ Ծյոմ, սեցի կետ կսեմ, մենակ ինչ որ բդենեմ բդեզես համազայնվես։ Պարոն Վարդանյան, ելեք մի հատ եմ իրայ դեշտան կապչորկա բամբդի ցույց տամ ձեզի։ Ինչի համար որ։ Բամբդի ձեզի ցույց տամ։ Ինչ։ Դեշտան կդե որ ցույց տամ, տեղի ճիշտ ցույց տամ։ Քայլենք։
Մինասյան։ Ցույց տուր տենամ ինչ է ցույց տալիս։ Պարոն Վարդանյան, այն սրբիչներով ստացել ենք, է։ Չկա։ Ոնց է չկա։ Դե եսիմ պիտի հանեի որ այսօր տեղեկին բաժնեի, նայեմ որ չկա։ Գսեմ բայց տարել են էլի։ Ո՞ա տարել։ Ո՞վ է հաստա գլուխը։ Այդ համացակնով է որ տարել է։ Եսիմ պարոն Վարդանյան։ Որսպես չեք բաժե, երևի կարիտավորվին էլի։ Ո՞վ չի բաժելու։ Հենց ոնց է բաժել։ Դու ով ուզում ալնի։ Ուղարկելու եմ կարգապահական գումարտակ։ Ես լրիվ եք, հա, տավել առել ձեզ։ Վարդանյան բան էլի, հեչ։ Ով ուզի, բան կարե, կարա ֆրստի Վարդանյան։ Դուք Վարդանյանին լավ չեք ճանաչում։ Ես ամի բաշտիկ շարեմ գնայեմ ով է տարել։ Ինչի Վարդանյան չի կարա ճշտի։ Ես այդ քթերից եմ բերելու։ Վաշտը շարի գալիս եմ։ Լսում եմ։ Դիա պարոն Վարդանյան։ Ես ոնց ատենք է։ Բայց դուք եք դերեմ մոռացել եք, հա։ Դու չէ ես այն դարակի տակին զարմար տեղն եմ դնում միշտ։ Հապուս տեղի իշխե հայտնվի։ Ես այդ նրանից է որ ով ասես թե մտնումա, վերջ։ Սրանից հետո էլ ոչ ոք չի մտնելու։ Ներվայնացնելու համար մի հատ եք էլի։ Ոնց է բաժել։ Դու ով ուզում ալնի։ Ուղարկելու եմ կարգապահական գումարտակ։ Ես լրիվ եք, հա, տավել առել ձեզ։ Վարդանյան բան էլի, հեչ։ Ով ուզի, բան կարե, կարա ֆրստի Վարդանյան։
Մինասը ուր է։ Դուրս գնաց։ Գնամ կանչեմ։ Ուրա Մինասը։ Սյոմ ջան, ինձ ասաց, որ պետք է գամ բան փոխանցեմ, ինքն է գնաց ծխարան։ Ոչ մի բան էլ մի ասա։ Բայց ասաց, որ անպայման փոխանցեմ։ Ասում եմ ոչ մի բան էլ մի ասա։ Պետք է ոչ մի բան էլ չկա։ Արի, Գերգել եմ, մի կատեսնիկ իշքսու էրտակ կապչոր կա։ Մինաս, Վարդենյանը լսել է այդ զապիսը։ Ինչ է լսել է։ Երկուսիս էլ ուզում է տանի հրամանատարի մոտ։ Ահա որ ջղայնացած է։ Ասի էլ էլի տես բան չանենք։ Այ քու։ Տենայր ոնց էր կատաղե։ Մինաս, Բշտիկյանը քեզ է կանչում, Վարդանյանն էլ Արտյոմին։ Դե արդեն զեկուցել եմ։ Դե ես ինչ թարթիկում երա։ Բա դու չես գնում Վարդանյանի մոտ։ Բրձանք յանի քեզանից։ Սա ճոքի կերտա, չէ։ Հա, հստած բացատրագիր է գրում։ Պարոն Վարդանյան, մի բան մեխ ընտրեմ էլի։ Հենց այս բացատրագիրը գրես վերջացրես նույն ձևի պես չղայնացած ցեկոր երկուսից պիտի տանի կամանձիրի մոտ։ Չէ, վերջ ասի, ավելի ցավը տանի։ Չի, ոյ։ Հա կոնե միջև շտապ քելելով երտանք։ Այ չէ, Մինասյան ասի, ես հումորս տեից դուրս պետք չգա, յա։ Հեքաշ կա քո խելքին ընկա։ Այդ ցավը տանում եմ, իսկան բան երել ենք, այդ ամենահամու մասն է մնաց, այդ էլ ենք ու պերց։ Չի էլի, դες մի արա որ քեզ կականց տանեմ հրամանատարի մոտ, հա։ Գնա այն տողեն լասա որ կատակ էր։ Եվ շուտ արա Մինասյան, հələ գող եղի որ այսքան էլ արեցի։
քո եմ ցավը տալին։ Քեզ իպես մարդ էս չաստի մեջ չկա։ Էլմի սկսի։ Վայ։ Դա ինչ պդենենք այսօր դու իր այդ տեղում դեր տա։ Չէ։ Ես անշահ խնդիր, մարդ եմ հեչպեչի, որից պատիվ տաս։ Նա արի։ Գնային տղուն ասա, հանգստանա, քանի ստրես սա տարել էլի արդեն։ Տեղով կա։ Ես եմ։ Արի հələ։ Ասա ապեր։ Ծյոմը ուրա։ Նոր դուրս եկավ։ Ռենայ ուր է գնաց սակա։ Եղավ ապեր։ Ծյոմի տեսել ես։ Որ տեսար սատող կաբար։ Հա, չկա ծյոմը։ Ոչ չկա։ Պետք չկա։ Գնա վաստը շահել է։ Պարոն Վարդանյան։ Հա, էսա։ Ես ուր ես արդյոք։ Ես ուր ես ապչուն։ Բացատրագիրը տարածվեցի հրամանատարին։ Ինչ։ Դուք չասիք պարոն Վարդանյան տանեմ տամ հրամանատարին։ Արդեն իրա մոտ է։ Հա, տարե տվել եմ։ Ապչանը, քեզի ով էր այդպես ապալ-տապալ տաներ տայր։ Հանակ ենք երե։ Ոնց, հանակ եք արել։ Հա, այս ամեն ինչը հանակ էր։ Խայտարակ եղանք։ Ես այլ հրամանատարը կկանչի իրա մոտ։ Ես վախ։ Ոյ ես ձեր իշտեմ ասա։ Ես էիր ուզում, Մինասյան ես էիր ուզում։ Ինչ քանդա։ Հեսա բացատրագիրը։ Ո՞նց չես տվել։ Այս, հələ շուստին դա, հələ զոր ոնց ֆերազ մեր վրա։ Խաշջան նատ կոֆե սարքի խմենք էլի։ Ինձ մեծ բաժակով կտես։ Հա։ Այսօր վերջին օրս է, էլի, մի քիչ երկար վայել եմ։ Քերս իշքան փորձեց ինձի կարգապականից ազատի չկարացավ Խաշջան։ Բայց դու նայ, հա, անգարցին բացակայության ժամանակ սա չխեղճանաս, խճա։ Ոնց սովորացրել եմ, տենց էլ կդնես քոնը առաջ կբրթես, եղավ։ Եղավ։ Բայց նայ, ապա, եթե հանգարտ զրուցա լինում բան, ու չես կարում դու քոնը առաջ տանես, թող մնա մինչև ես գամ Խաչ։ Ունես չէ լի ապա, որ պիտի միշտ պաշտպանվողի դերում լինես, որ պետք է լավ քոնը դնում ես ու առաջ ես տանում։ Լավ։ Ստեղ ինձ երկար չեն կարոտելու Խաչյան։ Ես շուտ եմ գալու կարգապահականից։ Չեղավ այդ կոֆեն։ Վաշտ գավ։ Ազատ։ Մուսայելյան ոնց ես։ Լավ եմ, պարոն փոխգնդապետ։ Ապրես։ Շատ լավ աշխատել էիր։ Ես էլ ասում եմ, մեզ ոնց է այս անգամ վարուժին չես պահել։
Միասա նամակ ես փոխել, բան ես արել, պատրաստություն ես տեսել։ Ողջունելի է, ապրես։ Ես սիրում եմ հնարամիտ մարդկանց։ Բայց ես քո հնարամտությունը շատ կարճ կյանք ունեցավ։ Կարելի ասել իր նպատակին չտարեց։ Հրամանատարը գիտի սրա մասին, Մուսայելյան։ Քաջեղի Մուսայելյան։ Չփորձես քեզ արդարացնես։ Դանելյան Վարուժին ասեք, թող ներկայան։ Հետ չէի պատկերացնում, որ քո ձեռքով իրանք ուղարկես կարգապահական։ Պշտիկյանն իր գործը արել է։ Եգեն այդ բարագաները աղաքի։ Դանելյանին ես ավելի լավ տարբերակ չէի կարող առաջարկել։ Դու իմ արծին մենակ մի կողմից ես նայում, դրա համար էլ քեզ ես մեղավոր համարում։ Ընդհանրապես ձեր մեջից հանեք այդ բաները, մոմենտ է, ես ինչ իմանամ ինչա։ Ով որ է փորձես քեզ ինչ որ բան ասի, իմացի իմ հետ հարց ունենալու։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Ձերք բերեք Անելիք բանկի ցանկացած քարտ եւ գնումներ կատարելիս ստացեք մինչեւ 50% զեղչ Հայաստանի ավելի քան 400 լավագույն խանութներում եւ մինչեւ 20% զեղչ գործող զեղչերին շուրջ 200 առևտրային կետերում։